Քննարկում ենք հարց համար 29 Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյան։ Համեցեք տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախ ուզում եմ ասել, որ գենդերային քաղաքականությունների իրականացման ամբողջ մեր շրջափուլի ու պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է եւ միացել է մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում անդամակցել է Պեկինի հռչակագրին եւ գործողությունների հարթակին դեռևս սկսած 1995 թվականից ՄԱԿ-ի կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում։ Մենք վավերացրել ենք 1993 թվականին նաեւ այս առումով ամենամեծ կոնվենցիան, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան եւ բնականաբար ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեր հանձնառությունը 5-րդ ամբողջ գերակայությունը վերաբերում է գենդերային հավասարությանը։ Իսկ պատմական առումով նաև ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականություններ ու հայեցակարգեր որպես այդպեսին սկսել են մշակվել 2010 թվականից եւ հետո հաջորդաբար արդեն տարբեր միջոցառումներ ու ռազմավարական ծրագրեր ու ռազմավարություններ։ Մեր նախորդ ռազմավարությունը մշակվել եւ հաստատվել էր 2019-23 թվականների համար, բնականաբար ավարտից հետո միջազգային գործընկերների եւ լոկալ էքսպերտների միջոցով վերլուծվել են բոլոր առաջընթացները, որոնք արձանագրել ենք նախորդ գենդերային ռազմավարության միջոցով եւ վեր են հանվել խնդիրներ, որոնք որ դրվել են հենց նոր մշակված փաստաթղթի հիմքում։ Ուզում եմ այստեղ հատուկ ընդգծել, որ մեծ մասնակցություն են ունեցել հասարակական կազմակերպությունների բոլոր կոալիցիոն համայնքները եւ միջազգային ու զարգացման գործընկերները, կարևորելով այս հարցը։ Այսպիսով նոր նախագծով առաջարկում ենք 6 հիմնական գերակայություն։ Ըստ առաջին գերակայության գործողությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության ու կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովման, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք եւ տղամարդիկ, այդ թվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ կարող են ակտիվորեն ու լիարժեք մասնակցել ու հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակներում։ Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումները հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանն ու աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ աշխատանքային գործունեության մեջ խրամարության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակներում հատկապես կարևորվելու է երիտասարդ կանանց եւ երիտասարդ տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածությունն ու առաջխաղացման խթանումը, որպիսի կարողանանք սոցիալ-տնտեսական բնագավառում, այսինքն աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսմամբ հասնել աշխատուժի գենդերային խզվածքի նվազմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։ Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են հիմնականում լինելու կրթության եւ գիտության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը։ Այս գերակայությամբ շարունակելու ենք կրթության ու գիտության տարբեր մակարդակներում գենդերային անհավասարության ու խտրականության բացառմանն ուղղված աշխատանքները, ապահովելով հավասար լիարժեք բարենպաստ միջավայր կրթության բոլոր մակարդակներում։ Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումն է եւ սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնելու կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական վերարտադրողական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի դեպքում գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, զերծ պահելով ու պաշտպանելով վերջիններիս գենդերային հիմքով խտրականությունից։ 5-րդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու ընտանեկան եւ գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայրներ դնելուն, կանխելու կանանց ու աղջիկներին ուղղված գենդերային հիմքով բռնությունն ու շարունակելու
աջակցելու գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև նպաստելու պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կարծրատիպերի հաղթահարմանը, հիմքում ունենալով մեկ հիմնական նպատակ՝ գենդերային բռնության ու խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն ու աջակցություն ըստ գնահատված կարիքի։ Եվ ունենք նոր 6-րդ գերակայություն, որը նախորդ ռազմավարությունների մեջ ներառված չի եղել, կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերարձագանքող մոտեցումների ձևավորումը, ներառական սկզբունքների ապահովումն ու իրազեկվածության բարձրացումը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային եւ սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար է այս փուլում եւ գենդերարձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։ Այսպիսով գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց ու տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ ու դրական միջավայրի ստեղծմանը, իսկ նախատեսվող գրեթե բոլոր միջոցառումները միտված են լինելու ոլորտային օրենսդրության բարելավմանը, իրազեկման ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը նպաստելով կարողությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ու ներուժի բարձրացմանը, կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, հարգելի գործընկերներ, տվյալ պարագայում մեր հայեցակարգային մոտեցման մասին մենք բազմիցս խոսել ենք, կառավարության տարբեր ներկայացուցիչներ, խորհրդանական կառավարող մեծամասնության ներկայացուցիչներ, եւ այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ դրվի կամ արվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից, բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաեւ այս հանգամանքը շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք եւ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ իհարկե որոշակի process-ներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որտեղ ես նախկինում նաեւ առիթ ունեցել եմ ասելու, որ անզեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում մենք նաև սրա մասին վկայող եւ ապացույց ունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրինակ տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը կանանց ներգրավվածության։ Այսինքն IT համակարգում ոչ մի երկրում ավելի բարձր ցուցանիշ, թե առնվազն առաջատարներից մեկն են, եթե ոչ միանձնյա առաջատարը, կանայք այդքան շատ ներգրաված չեն IT ոլորտում, սա նշանակում է, սա իմ ասացի տեսական թեզի գործնական արտահայտումն է, որովհետև IT համակարգում այն եզակի տեղերից է, որտեղ առանց առնվազն մի կրթական մինիմումի հնարավոր չի այդտեղ ներգրավել եւ աշխատել։ Եվ ես կարծում եմ, որ սա մի կողմից այո մենք ուրախանում ենք, ասում ենք, բայց մյուս կողմից վկայում է մեր երկրում արկա խորը խնդիրների մասին, եւ ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ խնդիրները, եւ այդ իմ ընկալմամբ այդ խնդիրների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման մասով։ Եվ բոլոր, եւ ուզում եմ ես ձեզ ասեմ հետեւյալը նաեւ հազար անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաեւ որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։
Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր եկանության մեջ խոսքը կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրանց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է եւ ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաեւ այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Ես օրինակ երկար ժամանակ հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցների բացման եւ այլն, ասենք որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ YouTube-ներից ստանդարտից դուրս պետական օրներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը, որովհետև երգչախմբում երգելը հասկանում եք դե ոնց երգչախմբում երգել, այստեղից սկսվում է, երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում, պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք, ու սկսվում է դեգրադացիան, այդ հետո իր հետ գնում է բանակ, այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք, որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ժորժ ջան, պետք է առերեսվել այս խնդրի հետ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս քաղաքական, ես չգիտեմ, գենդերային քաղաքականության մեջ է ենթավերնագիր, թե դա լրիվ առանձին ուղղություն է եւ առանձին ենթաթեմա է, մենք սրա մասին պետք է մտածենք, որտեղ սա մեր անվտանգության բոլոր իմաստներով մեր անվտանգության կարևորագույն հարց է։ Այս առաջին խումբ դիտարկումը, որ անում ենք։ Երկրորդը ակտիվացումը, այդ թվում կանանց ակտիվացումը կարևոր է նաև մեր տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման ճանապարհին, որովհետև այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս խնդիրները կան մարզերում, բայց գիտեք ինչ, մենք այդտեղ ենք շփոթվում եւ մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ որ մենք ասում ենք, այ մարզերում այդ խնդիրը կա, ոչ այդ խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այս ամենով հանդերձ եւս մի հարց կա, որ իմ կարծիքով մենք բավարար չափով չենք հետազոտում եւ գոնե թե այստեղ մեզ պետք են պատասխաններ։ Իմ կարծիքով մենք հարցը չենք ձևակերպել եւ պատասխաններ չենք ստացել։ Իսկ հարցը հետեւյալն է.
կանանց տնտեսական եւ ակտիվացումը, ընդհանրապես այս քաղաքականությունը, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այս մեր քաղաքականությունը ինչ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրական իրադրության վրա եւ արդյոք մենք այդտեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է որ այդ խնդիրներ ունենք, բայց իմ հարցը հետեւյալն է եւ ես հիմա չէ որ պատասխան եմ ակնկալում կամ եթե ունենք պատասխանը, շատ լավ, եթե չունենք, եկեք գնանք այս հարցին էլ հետազոտ, այս հարցին էլ պատասխանենք, որովհետեւ այդ հարցը իրոք կա եւ այդ հարցը հասցեագրվելու եւ պատասխան ունենալու կարիք ունի։ Այսինքն իսկ հարցը հետեւյալն է. ինչքանով են կանայք, ովքեր ակտիվ են տնտեսության մեջ, աշխատում են եւ այլն, ինչքանով են ավել կամ պակաս հակված երեխա ունենալ։ Շատ ուղիղ հարց է։ Իհարկե մենք մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիր ենք իրականացնում, այդտեղ որոշակիորեն բալանսավորելու համար հնարավոր խոչընդոտները 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դայակների ծրագիր ունեինք եւ այլն, բայց այս հարցը նույնպես մի շատ կարեւոր է, որ մենք այսօրվա մեր քաղաքականությունների առնչության վերաբերյալ պատասխան ունենանք եւ եթե այդ պատասխանը մեզ չի բավարարում, նաեւ հասկանանք այս ուղղությամբ ինչ լրացուցիչ ջանքեր ունենք գործադրելու։ Խնդրեմ, եթե արձագանք ունեք, հետո մյուս գործընկերներ։ Եթե թույլ կտաք, պարոն վարչապետ, նախ ասեմ մեր բնակչության կառուցվածքին, որ անդրադարձակ, այո, մենք վերջին մարտահամարի տվյալներով 52.8% կազմում են կանայք մեր բնակչության, 47.2% կազմում են տղամարդիկ։ Հետևաբար մեր երկրորդ բլոկում, երբ խոսում ենք զբաղվածության ու տնտեսական ակտիվության մասին, 23 թվականին Համաշխարհային բանկի կողմից հրապարակած 22 թվականը ներառյալ վերջին հետազոտական տվյալներն ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է ընդամենը 48.2%, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը 71.2% է։ Այս պարզ ցուցանիշով 30% շուրջ խզվածքով մենք տեսնում ենք, թե ինչքանով կանայք չեն մասնակցում մեր տնտեսության զարգացմանը, բայց դա էլ ուղիղ փոխկապակցված է ձեր կողմից մատնանշած մյուս խնդիրներին, որոնք ես հավատացած եմ, որ մենք հասցեագրել ենք թե ժողովրդագրության ռազմավարության գործողությունների ծրագրով եւ թե զբաղվածության ռազմավարությամբ, որտեղ հատկապես խոսել ենք խնամառության բարձր ինդեքս ունեցող ընտանիքների մասին, քանի որ կինը բացի իր վերարտադրողական առանձնահատկությունը ունի նաեւ հիմնականում սոցիալական դերով, գենդերով պայմանավորված խնամառության բարձր ինդեքս։ Ավելի պարզ ասեմ, տան ընտանիքի որևէ մեծահասակի հիվանդություն ունեցող որևէ անձի միշտ խնամում են կանայք։ Հետևաբար, բացի այն վերարտադրողական պարտականությունը, երբ նրանք 25-ից 34 տարեկանում աշխատաշուկայից դուրս են մնում, չնայած որ մենք պետական որոշակի ծրագրերով աջակցում ենք երեխայի ծննդյան նպաստներ ենք վճարում, մեծ մանկապարտեզներ ենք կառուցում եւ կարողանում ենք ինչ-որ կերպ աջակցել կանանց, այնուամենայնիվ նրանք իրենց կարողությունները որոշակի ժամանակում կորցնում են եւ երբ գալիս է ժամանակը վերադառնալ աշխատաշուկա, արդեն նախ ունենում են կորսված աշխատանքային տարիներ եւ կարողություններ, ու այստեղ էլ այդ վերակրթման կարողությունների զարգացման շատ կարևոր ծրագրերն են անհրաժեշտ եւ զուր չէ, որ մենք մեր զբաղվածության ռազմավարության մեջ երրորդ թիրախը հենց այս կանանց վրա ենք կենտրոնացրել։ 30-ից 40 տարեկան այն կանայք, որոնք աշխատաշուկա վերադառնալու եւ տնտեսական ակտիվություն ծավալելու անհրաժեշտություն ունեն։ Մենք այս ռազմավարական ծրագրով հատուկ նոր հետազոտություններ ենք իրականացնելու, որը երբևէ Հայաստանում չի հետազոտվել եւ մյուս երկրներում էլ նոր է սկսել խոսակցությունները այս թեմայի շուրջ, դա խնամքի տնտեսության մասին է, հենց այն իմ նշած թիրախմբերն են, ովքեր տանը ունեն կախյալություն ունեցող անձինք եւ մենք մարդկային պոտենցիալը այսպես թե այնպես կորցնում ենք որևէ հարազատի տեսքով, քանի որ շուկայում նաեւ չկան այդ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։ Հետևաբար այս ամենը շատ մեծ համակցված գործողությունների ճանապարհ է, որը պիտի անցնենք, բայց քանի որ ճանապարհային քարտեզում հստակ տեսնում ենք արդեն անելիքները, կարծում եմ որոշակի տարիներ անց արդեն ծառայությունները լիարժեքորեն երբ որ տեղակայված լինեն, ակտիվացման ծրագրերն էլ տեղում լինեն, մենք չենք խանգարի կանանց իրացնելու իրենց վերարտադրողական, այսպես ասեմ, պարտականությունները, միևնույն ժամանակ լինել աշխատաշուկայում, չվնասելով ընտանիքին եւ երեխաներին։
Հա, մյուս կողմից էլ ես զուգահեռ մտածում եմ, այդ նույն առումով ինչ որ իմաստով ընտանիքի սոցիալական վատ վիճակն էլ կարող է լինել խոչընդոտ ընտանիքի հետագա վերարտադրողական իմաստով, որովհետև առավել եւս մայրը կարող է ասի, այս պայմաններում ասենք երեխա ունենալը խնդրահարույց է, այսինքն ինքը շատ բարդ թեմա է իրականում, որը պետքա շատ լուրջ հետազոտվի, որովհետև շատ դեպքեր կա, որ ընդհանուր աղքատությունն էլ խոչընդոտ չի եւ այդտեղ այլ մոտիվացիաներ են գործում, այդ թվում սոցիալական քաղաքականությունների մեջ մենք սխալ խթաններ ունենք, որոնք ճիշտ նպատակադրումների մեջ չեն պահում, նկատի ունեմ այս ուղղությամբ մեզ պետք է աշխատել, մանավանդ որ ժողովրդագրության ռազմավարության մեջ ես չեմ հիշում մենք այս թեմաներին անդրադարձ ունենք, թե չունենք։ Այս թեմաներին եւ ուղղակի եւ անուղղակի ունենք, օրինակ տեսեք ընտանիքի պաշտպանության կառուցակարգերում մենք հիմա ունենք թվացial բոլորին པարզ հայրության խնամքի արձակուրդը, չէ՞։ Այնինչ արդեն ամբողջ աշխարհում խոսում են ծնողական արձակուրդի հնարավորության մասին, երբ հնարավորություն են տալիս երկու ծնողներին ընտրել խնամքի արձակուրդում որ մեկը գտնվի եւ որը վերադառնա աշխատաշուկա, այսինքն այնտեղ մենք մի շարք միջոցառումներ ունենք, այդ թվում նաեւ ընտանիքին աջակցելու համար, երբ հնարավորություն ենք տալիս տատիկ պապիկներին մի հատուկ միջոցառմամբ հավասարեցնելով նրանց թորների խնամքը հանրային աշխատանքի եւ եւս ներգրավելու կամ նույն խնամատար ծնողի տարիքն ենք բարձրացնում 65 տարեկան ենք դարձնում, որպեսզի կարողանանք նաեւ ակտիվ այս ծերացման շրջանակներում, քանի որ արդեն ունենք 12.3% ակտիվ ծերացման ցուցանիշ, 690,000 մեր պոտենցիալ շահառու թիրախմբին դարձնել մասնակից հանրային բարիք ստեղծելուն եւ այդ ընտանեկան կառուցակարգերը պաշտպանելուն եւ աջակցելուն։ Այդ ընդհանրապես շատ լավ գաղափար է, որ մենք պետական ծրագրեր անենք ակտիվ ծերացման տրամաբանության մեջ տատիկ պապիկներին ավելի շատ ներգրավելու երեխաների խնամքի գործը, որը մեր ավանդույթի շրջանակումը։ Այսինքն էս էլ է շատ կարևոր։ Ամենաարդյունավետը կլինի այն պետական ծրագիրը, ոչ թե ինչ որ նոր բաներ ենք ուզում, նոր երևույթներ ենք ուզում ներդնել, այլ այն ինչ որ մեր իրականության մեջ կա, լրացուցիչ խթաններով մենք դա ավելի դարձնենք ինստիտուցիոնալ, որ տրադիցիան այդ թվում դառնա պետության կողմից եւ պետական տրադիցիա դառնա, ես կարծում եմ դա շատ լավ ուղղություն կլինի, որը եւ առաջին եւ երկրորդ խնդիրը լուծելու հնարավորություն կտա։ Այսինքն հնարավորություն կտա երիտասարդ մայրիկները երեխա ունենալը լու բարդությունների մի մասը կառավարելի համար են եւ արագ աշխատանքի վերադառնալու հնարավորություն։ Այսինքն ըստ էության այս երկու խնդրի մեջ է լուծումը եւ իհարկե որոշակի բարեկեցության մակարդակ ապահովելը, որը էլի որպես արդյունք, հա, սրանք գումարենք մանկապարտեզների մեր ծրագիրը, հիշեցնեմ, որ մենք այս ռազմավարությունը ворթեգրելիս միշտ մեր տեսադաշտում ունեցել ենք այս խնդիրը, հիմա նաև մսուրային ծրագրերը, որ մենք ուզում ենք արդեն ավելի ընդլայնեն, սա էլ կապ ունի։ Այսինքն այս կոմպլեքսի, այս հարցերի խմբի հետ մենք պետք է անընդհատ աշխատենք եւ նաև այստեղ է նաև որ պետք է վերադառնանք տեսնել մեր ընդունած որոշումները, շահառուները ոնց են ընկալում, ինչքանով է մեր առաջադրած խնդրի լուծմանը նպաստում, եթե ոչ այդքան վերադառնանք, վերանայենք եւ իրական կյանքի հետ ավելի շատ կապենք մեր որոշումները։ Համեցեք, պարոն Պապայան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, երկու հարցի մասին եմ ուզում խոսել, երկրորդը նշեցիք արդեն, ամենակարևոր հարցը այս խնդրի լուծման, որը հիմա արվում է կառավարության կողմից, դա մանկապարտեզների ծրագիրն է։ Եթե ամեն համայնքում, ամեն տարածքում լինի մանկապարտեզ, էականորեն նաև այդ զբաղվածության հարցը կլուծված կլինի, հետեւաբար հնարավորություն կունենան կանայք եւ կամ տղամարդիկ զբաղվել այն աշխատանքով, որը ուզում են։ Հիմա վերադառնամ մյուս հարցին, մենք այստեղ խոսում ենք գենդերային խտրականության եւ անհավասարության մասին։ Իմ կարծիքով Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն եւ երկու օրինակ մենք բերեցինք, օրինակ դպրոցներում որպես ծնող ասեմ,
90+% երեխաներին դասավանդում են կանայք։ Ես չգիտեմ սա կրթության որակի վրա կամ դաստիարակության վրա ինչպես է ազդում, բայց սա իմ կարծիքով խնդիր է նաև։ Ներեք, պարոն Պապյան, եթե բուհերի 90%-ում սովորում են աղջիկները, բա դպրոցում ով պետք է դասավանդի։ Տղամարդկանց, որ հիմա այսինքն տեղից է պետք սկսել։ Եթե երկչախմբի 90% 100%-ը աղջիկներն են, բա հետո ով է գնալու այդ դպրոցում դասավանդի, բա այդ եմ ասում։ Եթե մենք կրթությունը նույնքան ընկալելի չի տղաների շրջանում, ինչքան աղջիկների շրջանում, բա ով դասավանդի։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Ես կոնկրետ իմ մասնավոր դեպքի է, հիմա կարող է վիճակագրությունը մի փոքր տարբեր լինի, բայց այդ մասնավոր դեպքը ես հետաքրքրվել եմ իմ երեխայից եւ այդպես է, ու սա իմ կարծիքով պետք է երևի լրացուցիչ մտածենք խթանների մասին, որպիսի նաեւ տղամարդ ուսուցիչներին ուղղորդենք դեպի դպրոց, սա առաջինը, օրինակ կանանց գործարար ակտիվության մասով մենք այս տարի նոր աշխատանքային ծրագիր ենք ընդունել եւ նաեւ ձեռնարկության ռազմավարության մեջ նախկինում իհարկե եղել է այդպիսի մտահոգություն, որ ուղղակի այսպես ասած ձևական փոփոխություն կարվի նույն ընտանիքի ենթադրենք տղամարդ անդամից դեպի կին անդամ փոփոխություն բիզնեսի մեջ, բայց նույնիսկ եթե անգամ այդպես լինի, իմ կարծիքով այդտեղ էլի վատ բան չկա։ Մենք նույնիսկ անգամ այդ ձևական փոփոխությունները իրենք ժամանակի ընթացքում կբերեն կնոջ ներգրավվածության մեծացման, որտեղ ինքը ստիպված է լինելու ինչ-որ պայմանագրեր ստորագրել, ինքը ստիպված է լինելու պետության կամ այլ կազմակերպությունների հետ ինչ-որ գործնեության մեջ մտնել, այսինքն մենք անգամ նույնիսկ եթե գործառնական հիմնական գործառույթը տղամարդը իրականացնի, ընդհանրենք ընտանեկան բիզնես է, կինը ստիպված է լինելու որոշ դեպքերում ներգրավել այդ process-ի մեջ եւ դա էլի իր կամած կբերի նրան, որ կանայք ավելի շատ կներգրավեն գործարար ակտիվության մեջ։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք ունենք անհավասարություն եւ դա եւ օբյեկտիվ հիմքեր ունի եւ նաեւ ունի որոշակի մշակութային եւ այդ թվում նաեւ ձեր նշած քրեական մշակույթի հետ կապված տարերը եւ կարծում եմ լրացուցիչ միջոցներ է պետք, որպիսի մենք ազդենք այս process-ի վրա, որովհետեւ ելի եմ կրկնում իմ տպավորությամբ մենք չունենք խտրականություն եւ պետության եւ մասնավոր հատվածի կողմից, բայց ունենք անհավասարություն խիստ։ Հիմա տենց մի հատ բուրըն բանավեճի բան դրիկ, թեմա դրիկ, հիմա տեսեք ինչքան ձեռքեր բարձացան ձեր ասացին արձագանքելու համար, բայց հերթով պարոն Միրզոյան համեց։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ ասել, որ ինքս շատ մեծ կարևորություն եմ հաղորդում եւ ռազմավարությանը եւ իհարկե ավելի շատ այն ճանապարհային քարտեզին, որով մենք պետքա իրականացնենք այս ռազմավարությունը եւ հիմա ասեմ ինչու։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք պետքա շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ ավելին ասեմ, շատ ավելի վատ, Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում եւ այս այն դեպքերից է, որ մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ, եւ եթե խտրականության դեպքում, օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում ինչ որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից եւ հոգեբանական ինչ որ ասպեկտներից, օրինակ, եւ մի մասը անում ենք մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք կանայք ավելի ներգրավեն եւ հաղթարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի է եւ անհանդուրժելի է։ Ես կարծում եմ, որ մենք շատ հատու վճռական եւ անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ եւ հստակ գործիքներ մշակենք կրթությունում օրինակ կանխարգելման նպատակով, ներքին գործերի նախարարությունում օրինակ, չգիտեմ, արագ արձագանքման նպատակով եւ այլն, սա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը։ Համաձայն եմ լիարժեք ձեզ հետ, պարոն Միրզոյան, ուղղակի կավելացնեմ, որ նաեւ բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։
Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն, բայց իրականում համենայն դեպս հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի, կամ կոնտակտի, ֆիզիկական կոնտակտի բացակայությունը, ֆիզիկական ներազդեցության բացակայություն դեռևս չի նշանակում բռնության բացակայություն եւ բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկին խփում է։ Եվ եթե այս տեսակետից նայենք տրամաբանությունը, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը, այդտեղ խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես դա ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճը, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է, ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետեւ խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ որ տեսնենք այս առումով գնահատենք իրադրությունը, շատ բան կլինի, շատ ավելի տխուր պատկեր կստանանք, բայց ես վերադառնալով հարցի մյուս հատվածին, երբ որ խոսում էի, որ տղաների կրթության նկատմամբ տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, արդյոք մենք պետքա նաև, ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ահագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդհանրապես նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տենց տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն կան, որ դա այդքան էլ տենց բան, լավ բան չի։ Համեցեք Տիկին Անդրեասյան, դուք բան ունեիք ասել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեմ ընդգծել, որ բացարձակ համաձայն չեմ պարոն Պապոյանի այն դիտարկման հետ, որ մեր հասարակության մեջ չկա գենդերային խտրականություն եւ կարծում եմ, որ մեր խնդիրների մի մասը սկսվում է նրանից, որ մենք մեր խոսքը սկսում ենք այդ բառերով։ Եվ չգիտես ինչու մեզ թվում է, որ եթե մեր դիմացինը կին է, ուրեմն այդտեղ մենք պիտի գենդերազգայուն միջավայր ունենանք, իրականում այդպես չի։ Եվ մեր ստերեոտիպերի մի մասը ուսուցանվում է հենց կանանց կողմից, կանանց նկատմամբ ու կանանց դեմ։ Եվ այդ խնդիրը գիտակցելն էլ է շատ կարևոր։ Եվ իրականում կանանց թիրախավորումը, այդ թվում հանրային, ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից։ Եվ սա նշանակում է, որ ոչ թե սեռն է որոշում մարդը գենդերային առումով խտրականա թե ոչ, այլ դա որոշում է այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների, պատկերացումների ամբողջությունը։ Ու այն, որ մեր դպրոցներում մեծ մասը ուսուցիչների կանայք են, ընդ որում դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ այդպես է ամբողջ աշխարհում։ Եվ մանկավարժական ոլորտը մեծամասամբ կանանցով է դպրոցներում իրականացվում։ Չնայած այստեղ էլ մենք ունենք փոփոխություններ ու մեր նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդիկ են, որովհետև եթե ուսուցչի աշխատավարձը վարձատրությունը մրցունակա ու գրավիչ է, ինքը նաև դառնում է աշխատանքային ճիշտ հեռանկար տղամարդկանց համար, ովքեր որ ընտանիքի հոգսը այսպիսով պատկերացնում են, որ կարող են կրել աշխատելով դպրոցում։
Բայց ասածս այն է, որ մենք չենք կարող ենթադրել, որ եթե մի միջավայրում հիմնականում կանայք են, ուրեմն այդտեղ կներեք խնդիրներ չկան։ Իրականում այդպես չի։ Իսկ մեր խտրականության, դրսևորման ամենապարզ օրինակը ես ձեզ կբերեմ հենց մանկավարժությունից։ Մանկավարժական համալսարանը ավելի քան 100 տարեկան է։ Ու երբ որ 2 տարի առաջ այնտեղ ռեկտոր դարձավ կին, դա 100 տարվա մեջ առաջին անգամն էր, որ մանկավարժական համալսարանը ունեցավ կին ռեկտոր։ Այն պարագայում, երբ որ ոլորտի 90%-ը կանայք են։ Այստեղ ուզում եք ասել, որ 100 տարվա մեջ մենք չէինք ունեցել կին, ով որ կարող էր այդ պարտականությունները իրականացնել, ով որ կհայտնվեր այդ պաշտոնում, դե այս օրինակները մեզ ցույց են տալիս ամեն առանձին դեպքը, կներեք խոսքս չերկարացնելով, որ խնդիրները շատ ավելի բազմաշերտ են, շատ ավելի բազմաբովանդակ են, ու եթե կանանց տնտեսական ակտիվացման մասին ենք խոսում, 48% ներգրավվածությունը նաև այն պատճառով է, որ կանանց մի մասին թույլ չեն տալիս աշխատել։ Ու դա պարզաբանված է հենց այն հետազոտություններով, որ իրականացված են, որտեղ ընդունված է, որ մարդիկ այդքան էլ չեն խոսում այդ խնդիրներից, նույնիսկ այդ լատենտային իրավիճակում շուրջ 20%-ը հարցված կանանց վերջին հետազոտական տվյալներից մեկով ասել է, որ ուզում է աշխատի, բայց իրեն թույլ չեն տալիս աշխատել։ Իսկ քանի կանայք են, որ աշխատում են եւ իրենց վարձատրությունը իրենք չեն տնօրինում։ Սրանք էլ են խնդիրներ, որոնց մասին պետքա խոսել եւ կարծում եմ, որ գենդերային ռազմավարության կոնտեքստում իրականում այնքան անելիք կա, որը հիմնականում հանրային վարքականոնի փոփոխությանն ուղղված նաև անելիք է, բայց պետության քաղաքականությունն ընթացակարգերը այդտեղ կարող են շատ կարևոր նշանակություն ունենալ։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, տենց տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխատավարձը չեն տնօրինում, այս է դեպքն է, որ ասենք այդտեղ որոշակի հավասարակշռություն։ Հա, չէ, բայց դե դեպքերը բազմազան են նկատի ունեմ այս դեպքում։ Խնդրեմ Տիկին Մարանցյան։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ սկսեմ նրանից, որ այս բանավեճը շատ կարևոր է հենց կառավարության նիստի մակարդակով իրականացնել ու ցույց տալ, որ առաջին հերթին կառավարության տեսանկյունից է շատ կարևոր ունենալ այս խորհրդանշական ռազմավարությունը, ի տարբերություն շատ այլ պետությունների, որտեղ շատ դեպքերում գենդերային հավասարության հետ կապված հարցերը թեև այսպես ընդհանուր քննարկումների մակարդակում կարևորվում են, բայց պետական մակարդակի իրենք չեն բարձրանում եւ կառավարության տեսանկյունից կարծում եմ առանձնահատուկ է ունենալ ոչ միայն նման ռազմավարությունն, այլ նաև պատշաճ քայլեր ձեռնարկել այդ ռազմավարությունը իրացնելու համատեքստում եւ այդ հանձնառությունը իրապես շատ ողջունելի է։ Ես կուզենամ անդրադառնալ ընդհանրապես գենդերային հավասարության ու խտրականության հետ կապված հարցերի, որովհետեւ մենք շատ դեպքերում թյուր պատկերացումներ ունենք ընդհանրապես հակախտրականության ոլորտի հետ կապված, որովհետեւ մեզ թվում է, որ օրինակ եթե մեր միջավայրը ընդհանուր առմամբ իրավահավասար է, շատ չեն խնդիրները եւ այլն, նշանակում է այդ խնդիրները չկան, բայց ես ուզում եմ արձանագրել նաև որպես մշտադիտարկում իրականացնող մարմնի ղեկավար, նաև որպես իրավահավասարության հետ կապված հարցերով զբաղվող մարդ ու մարդկանց հետ անընդհատ շփվող թե Հայաստանի մարզերում, թե Երևան քաղաքում, որ իրապես Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան գենդերային հավասարության հետ կապված եւ բազմաթիվ են իրավիճակները, որոնք իրենց բնույթով միանշանակ խտրական են, հետեւաբար կոչ կանեմ, որպեսզի նաև հանրային գործունեությամբ զբաղվող անձինք չխոսեն խտրականության բացակայության մասին, որովհետև խտրականություն Հայաստանում միանշանակ կա։ Ես կուզենամ արձանագրել, որ միանշանակ զարգացումը ակնհայտ է, այսինքն ոլորտային զարգացումը եւ նաեւ պետության կողմից այս հանձնառությունը միանշանակ շատ մեծ զարգացում է ենթադրում նաեւ շատ տարիներ առաջ եղած իրավիճակից, բայց խտրականությունը շատ դեպքերում առկա է նաեւ խթանող պայմանների բացակայության պատճառով եւ այլն եւ այլն։ Հիմա գենդերային հավասարության հետ կապված խոսվեց սոցիալական դերերի մասին ըստ էության, որովհետեւ խոսք գնաց օրինակ ուսուցիչ լինել չլինելու կամ տղամարդու կողմից երեխայի խնամք իրականացնել չիրականացնելու հետ կապված ես կուզենամ հատուկ արձանագրել, որ թե Հայաստանում, թե աշխարհի բոլոր երկրներում կան կարծրատիպային պատկերացումներ կանանց եւ տղամարդկանց սոցիալական դերերի մասին։ Եվ երբ Տիկին Անդրեասյանը օրինակ խոսում էր ուսուցչական անձնակազմի հիմնականում կին լինելու մասին, սա իրականում նաեւ տղամարդկանց հետ կապված կարծրատիպային պատկերացումներից է գալիս եւ շատ դեպքերում դիտարկվում է նաեւ որպես տղամարդկանց
հետ կապված խտրականություն, որովհետև ի սկզբանե այնպիսի կարծրատիպային մոտեցումներ են ուսուցանվում, որ օրինակ տղամարդը չի կարող զբաղվել այս աշխատանքով, կամ պարոն վարչապետը խոսեց ենթամշակութային կամ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Իրականում տղաներին ի սկզբանե բացի հայհոյանք սովորեցնելուց նաև սովորեցնում են, չգիտեմ թե ինչ մակարդակով է պետք խնդիրներ լուծել, բռնությունը ինչ կարևոր դերակատարություն կարող է ունենալ, նույն այդ ենթամշակութային հարաբերությունները ինչքան կարևոր կարող են լինել, կամ որ օրինակ էմոցիա չի կարելի արտահայտել, եթե լացեցիր տղա, իսկական տղա չես եւ այլն, սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսևորումներ են, սրանք նաև տղամարդկանց հետ կապված խտրական դրսևորումներ են, ավելին նաև խոսք գնաց երեխա ունենալ չունենալու, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պայմանների, բավարար պայմանների առկայության մասին, այստեղ էլ կուզենամ հատուկ շեշտադրել, որ այո, խթանող միջոցների բացակայությունը, ինչքան էլ մենք հռչակագրային առումով հայտարարենք, որ վայ, մենք ցանկանում ենք, որ կանայք ներգրավվեն աշխատանքային միջավայրում հանրային կյանքում, բայց եթե չլինեն խթանող միջոցներ, այդ թվում երեխա ունենալու, հետո երեխայի խնամքով զբաղվելու հնարավորության համար միանշանակ խնդիրներ առկա են լինելու։ Օրինակ հիմա էլ են առկա։ Օրինակ նորածին երեխա ունեցող մայրը պիտի հնարավորություն ունենա աշխատավայրում, այդ թվում որոշակի կոնկրետ ժամանակահատվածի շրջանակներում իր երեխային կերակրելու։ Հիմա այդ հնարավորությունը օրենսդրությամբ թեև սահմանել ենք, բայց մի շարք աշխատանքային միջավայրերում սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ես կարող եմ խնդիրները շատ երկար թվարկել, կամ օրինակ ազգային փոքրամասնությունների համայնքներ մենք ունենք, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրը ահռելի խնդիր է, եւ օրինակ աղջիկները ոչ միայն կրթությունից են դուրս մնում պարտադիր, այլ նաեւ առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ այլ իրավունքների հետ կապված խնդիրներ են ունենում, եւ չտեսնել այս ամեն ինչը բնականաբար չենք կարող, եթե կոնկրետ օրինակ մեր միջավայրում կամ մեր ընտանիքում սա չի տեղի ունենում, կամ օրինակ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամող ծնողներից այնպես է ստացվել, որ ես թե մարզերում, թե Երևան քաղաքում, երբ հանդիպում եմ ծնողների հետ, պարզվում է, որ կինը, հատկապես երեխան, եթե հիմա մեծ տարիքի է, կինը ամբողջ կյանքում միայնակ ստիպված է եղել տանը մնալ, հենց կինը այդ ամբողջ ծանրությունը կրել, բեռը կրել, այդ կարծրատիպային մոտեցումների բեռը կրել, որովհետև նաև ժամանակ կար, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալն էլ այսպես դարձյալ ինչ որտեղ այդքան էլ լավ երևույթ չէր եւ խարաներ եւ սրա հետ կապված մի շարք այլ հանգամանքներ եւս չեմ ուզենա շատ այս բոլոր խնդիրների վերաբերյալ խոսել, որովհետեւ դրանք շատ են, կուզենամ ուղղակի արձանագրել, որ շատ կարեւոր է, որ կառավարությունը ու պետությունը այս հանձնառությունը ստանձնել է եւ կուզենամ նշել, որ այս առումով շատ կարեւոր դերակատարություն ունեն հատկապես կրթական ծրագրերը, որովհետեւ մենք ժամանակին նաեւ կրթական բովանդակություն ունեինք, որը այդ սոցիալական դերերներ ըստ էության սերմանում, բովանդակությունը հիմա թեև փոխվել է, կարծում եմ կատարելագործվել է այդ առումով, բայց միևնույն է դասավանդման մեթոդաբանությունը կարծում եմ շարունակում է նույնը մնալ, հետեւաբար շատ կարեւոր կլինի, որ այս ռազմավարության հետ մեկտեղ նաեւ պատշաճ քայլեր ձեռնարկվեն մնացյալ բոլոր խնդիրները լուծելու առումով։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ սա էլ այն դեպքերից է, որ մենք պետք է ի վերջո ուժ ունենանք ասելու, որ մենք որպես հանրություն այս թեմաների հետ կապված ունենք գիտելիքի պակաս։ Հասկանանք, պարզ գիտելիքի պակաս, որովհետև ինչա բռնություն, թվում է թե շատ պարզ հարց է, ինչա բռնություն, բայց պարզ հարց չի, որովհետև ես ասում եմ, ես հասուն տարիքում, շատ հասուն տարիքում եմ ինձ համար արձանագրել, այդ թվում ոչ թե այդ թվում, այլ բանի արդյունքում, այդ կրթական, այսինքն ընթերցանության, այլ իրավիճակների եւ այլն, որ բռնությունը միայն ֆիզիկական կոնտակտով չի արտահայտվում, ֆիզիկական ներազդեցությամբ չի արտահայտվում, բայց էլի երբ որ մենք խոսում ենք գենդերային խտրականության եւ քաղաքականության մասին, ես ինչ ասվում է ընդունում եմ եւ ես դրա վրա եմ նաեւ ուզում մեր ուշադրությունը հրավիրել, որ մենք այդ թվում տարբեր քաղաքական նպատակահարմարություններով, բայց հիմա նաև խորը գիտակցելով կամ որոշակիորեն գիտակցելով, մենք կենտրոնացած ենք կանանց հետ կապված խնդիրների վրա։ Ես մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ գենդերային չի նշանակում միայն կանանց, այլ սեռով պայմանավորված։
Տղաների նկատմամբ էլ մենք ունենք բռնության շատ լուրջ, այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա գենդերային խնդրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է, եւ մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պետք է բան կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բան է, կասեն, էս ինչի է ասենց։ Եվ դա բարեբախտաբար փոխվում է, բայց դա փոխվում է միայն կրթության շնորհիվ։ Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա։ Եվ մեր, եւ երեխաների, եւ հանրության, եւ միայն կրթության շնորհիվ, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Բայց ելի եմ ասում, ոնց որ մեր երկրում կա կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպներ, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել։ Այս պետք է մենք խոստովանենք։ Ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել եւ այլն, նույն կերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին։ Որտեվ ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մտա, հենց որ ճշտից դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում։ Եվ մենք չենք գիտակցում այս խնդրեմը, եւ այս խնդրեմը ոչ մեկը չի բերելու մեր օրակարգ, մեր ոչ մի միջազգային գործընկերներ գենդերային կանանց իրավունքները բերելու են, ինչը լավ է, շնորհակալ ենք, մենք արձագանքում ենք եւ լիարժեք սպասարկելու ենք այս օրակարգը, բայց եթե երկրորդ օրակարգը ոչ մեկ չի բերելու, մեր սեղանին չի դնելու, որովհետեւ դա մեր խնդրեմն է եւ մենք պետք է առերեսվենք։ Իմ ասածն է, որ երբ որ մենք ասում ենք գենդերային խտրականություն, այո, մենք ճիշտ է առաջին հերթին, բայց այս երկրորդ հատվածում չմոռանանք, որովհետև այդ նույն բանակի մասին, որ անընդհատ խոսում ենք, այո վերջում ասում ենք, վայ, բա ուր է նայում ռազմական ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները, մենք պետք է հետ գնանք, հասկանանք, որ այդ պատմությունը սկսել է շատ ավելի վաղ։ Երբ որ դա նկատմամբ միջավայրի նկատմամբ բանակում խնդիրների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Կարող է նաեւ մահացու մեղք լինի։ Հետո ասում են, բանակում այդ ոնց եղավ, տենց եղավ, որ բանի 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ որ բան խլելու կուլտուրան է, եւ բանի գերիշխանություն եւ գերակայություն հաստատել համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը, բանանել ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը եւ կյանքի փիլիսոփայությունը դասավորել։ Հետո բա ոնց եղավ։ Հենց այդտենց եղավ, ժողովուրդ ջան։ Ես դրա համար եմ ասում եւ այս թեմաների հետ մենք ինչքան հրապարակային այդքան չենք աշխատում, բայց ոչ հրապարակային շատ մանրակրկիտ ենք աշխատում։ Եվ այդ աշխատանքի արդյունքում է, որ ես եկել եմ եզրակացությամբ, ասում եմ, բանակում արկա խնդիրների 90%-ը բանակի հետ ոչ, բանակը 2 տարին է ընդամենը, ժողովուրդ ջան։ Չի կարա 2 տարում այդքան խնդրեմ ձևավորվի։ 90%-ը կապված չեն բանակի հետ։ Կապված են բանակին նախորդող եւ հաջորդող շրջանի հետ, որը հետ ու առաջ այդ ազդեցությունը ունենում է։ Այստեղ զուգահեռ նաեւ հարց բարձրացվեց նաեւ նույն զինծառայության հետ կապված, թե բա սրա ոնց ենք նայում, այստեղ գենդերային խտրականության հարց կա, թե չկա։ Այո, կարծում ենք, որ կա, եւ նաեւ այդ է պատճառը, որ մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ կանանց համար կամավոր, ժամկետային, պայմանագրային, տենց մի հատ հիբրիդային անուն ենք մտածել, որ նաեւ այդ խնդիրը լուծենք։ Եվ սա հարցերի շատ լուրջ կոմպլեքս է,
որովհետև այն որ ներողություն եմ խնդրում, ընտանիքի խնամքի ենթակա անդամին պետքա խնամքով զբաղվում է 99%-ով կինը, կապ ունի նրա հետ, որ զորակոչվում է միայն տղամարդը։ Չի կարա կապ չլինի։ Չի կարա կապ չլինի։ Եվ իմ ասածն է, որ խնդիրները շատ ավելի խորն են։ Եվ մենք այս խնդիրներին չպետք է նայենք բանից, այդ ինչա դրսի աշտարակներից, մենք մեր ներսում պետք է բավարար ուժ ունենանք առերեսվելու, հասկանալու ինչի ինչոց է, ինչի ինչի հետ է կապված, եւ ելի եմ ասում, մեր խնդիրների պետք է տեսնենք ինչպես է արտահայտվում մեր որոշումները մեր խնդիրների հետ, եւ ելի ուզում եմ այդ օրակարգի մասին խոսեմ։ Եվ այստեղ էլ ընդ որում, երբ որ մենք այսպես ասած արտաքին բանից ենք այսպես պայմանական ասած արտաքին պերիսկոպից ենք նայում մեր բաներին, թվում է թե այս ամբողջ խոսակցությունը մեր տրադիցիաների, մեր ինքնության դեմ է եւ իրականում մենք պետք է մեր ներքին բաներից, մեր ներքին դիտանկյունից նաև դիտենք, իհարկե նաև միջազգային կոնվենցիաները եւ գործակցությունը մեզ շատ օգնում է այդ հարցում, որովհետեւ երկրներ կան, որ այդ ճանապարհը անցել են։ Հա, մեզ էդ էլ է հաջորդ կարևոր հանգամանքը։ Մեզ թվում է, թե օրինակ եմ բերում շատ եվրոպական երկրներ, ասենք ոմանց թվում է, թե իրանք տենց միջնադարից սկսած այս նույն ձևի են եղել, ոչ, այդպես չի։ Այս բոլոր երկրները այս նույն բան ճանապարհը անցել են, այս նույն խնդիրներն ունեցել են, բոլոր երկրները։ Եվ սա էլ է շատ կարևոր առանձնահատկություն եւ ընդգծում։ Համեցեք, պարոն Պապոյան, բայց եկեք կնենց անենք, այսօր նիստը ավարտվի։ Շատ կարճ, պարոն վարչապետ, ես իմ կարծիքով ձեր դիտարկումների հետ համաձայն եմ, որ կրթության հետ կապված հարցեր կան, նաև քրեական մշակույթի եւ այլ հարցերի հետ կապված, բայց ըստ էության ուղղակի չի ուզեն անարձագանք թողնել, որ մեր գործընկերների դեպքում իմ կարծիքով խտրականությունը, եթե պետկառավարության տեսանկյունից նայենք կամ հասարակության մեջ, ունենք տնտեսության մեջ եւ կառավարության տեսանկյունից, մենք իրականության մեջ չունենք այդպիսի խտրականություն եւ մի օրինակ բերեմ, երբ որ մենք խոսում ենք ռեկտրի մասին եւ ասում ենք, որ 100 տարի չի եղել, հիմա կին է, այ հենց դա նրա մասին է, որ մենք չունենք հիմա խտրականություն։ Երբ որ մենք ասում ենք, որ էկոնոմիկայի նախարարության աշխատողների 70%-ը կանայք են եւ վարչության պետերի 70%-ը կանայք են, դա խոսում է ասեք, պարոն Պապոյան, մենք էլ ասում ենք, որտեղից է ձեր բանը դիտանկյունը հարցը, ինչպես ասում են, ձեր տառապանքը փորձ ունի, դրա համար եք տենց ասում։ 70% աշխատողների կանայք են, վարչության պետերի 70% կանայք են, փոխնախարար կոմիտեի ղեկավար 70% կանայք են։ Այսինքն այդ պրոպորցիան պահպանված է։ Այնպես չի, որ կանայք միայն գլխավոր մասնագետ ու ավագ մասնագետ են։ Կանայք նաև վարչության պետեր են, փոխնախարար են եւ այսպես շարունակ։ Դրա համար ասացի, պետքա հիմնական հասկացությունների ճշգրտում անել, որպեսզի մենք նույն բանը հասկանանք եւ խտրականություն ասելիս, եւ բռնություն ասելիս, եւ հավասար հնարավորություններ ասելիս, որովհետեւ այո, շատ դեպքերում ստեղից է պետք սկսել ինչ նկատի ունենք խտրականություն ասելով, բայց դա էլ ասենք, հիմա եթե դուք օրինակն եք բերում, եկեք նաև արձանագրենք այն փոփոխությունը, որ մեր հանրության մեջ տեղի է ունենում։ Հիմա ասենք մեքենա վարող կանայք, ես չգիտեմ քանի տոկոս են, բայց եթե առաջ վեր կթռնեինք բանում մեքենա վարող կին տեսնելիս եւ վեր էինք թռնում, հիմա դա շատ սովորական երևույթ է, որ նորմալ է ու լավ է, որ նորմալ այդպիսի երևույթ է։ Եվ եթե նույն տնտեսական ակտիվության առումով հիմա շատ բիզնեսներ կան, որ հենց կանայք հիմնադրում են, կանայք ղեկավարում են, բայց դա չի նշանակում, որ խնդրեմը լուծված է, որովհետև եթե խնդիրը առանձին վերցրած էկոնոմիկայի նախարարության կամ որևէ մի կառույցի մեջ չի, խնդիրը ընդհանուր առմամբ այն վիճակագրության մեջ է, որ Տիկին Ստեփանյանը բերեց։ Բնակչության մեծամասնությունը 52%-ը կանայք են, աշխատողների քանի տոկոսը Տիկին Ստեփանյան, 30 կամ 40%-ն են կանայք եւ այդտեղ խնդիր կա։ Բայց մյուս կողմից ամենաբարձր վարձատրվող սեկտորի, IT սեկտորի
կանայք 40+ են։ Այսինքն այստեղ հարցեր կա, որ պետք է բարձաբանվի, բայց կարծում եմ իսկապես այս քննարկումը շատ կարևոր է, որովհետև բոլոր քննարկումները չէ, որ իրանք պետք է բերեն վերջնական արդյունքի, սա մտքեր են, որ մենք մտածում ենք հանրություններն ինչ որ չափով հաղորդակցվում այս խնդրի հետ եւ այս քննարկումը մենք մեզ հետ պետք է տանենք եւ հետագա մեր աշխատանքի ընթացքում անպայման կարտահայտվի։ Շատ լավ, խնդրեմ ամեն դեպքում եթե կան լրացուցիչ մտքեր, համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե կարելի ես հնչեցնեմ այդ գենդերային հավասարության սահմանումը, որի հեղինակը շվեդուհի Բրիգիտա Հետմանն է, ՄԱԿ-ից։ Բրիգիտա Հետմանը 99 թվականին մեզ օժանդակեց, որ առաջին գենդերային գրքույկը մենք հրապարակենք եւ ինքը ինչպես էր բացատրում գենդերային հավասարությունը։ Բերում էր տարբերությունների տեսությունը, այնքանով որքանով մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես նույնական չէ, այդքանով էլ գոյություն ունեն տարբերություններ։ Նրանք ոչ միայն սեռատարիքային են, ազգային, կրոնական, այլև հաճելի տհաճ, տանելի, անտանելի, բայց եթե չլինեն տարբերություններ, հնարավոր չի լինի նաև ընդհանրություններ ձևավորել։ Եվ խնդիրը կայանում է նրանում, որ ընդհանրությունները ըստ տարբեր սեռերի իրենց առանձնահատկություններով պետք է ձևավորեն, իր բացատրությունն եմ ես ասում։ Եվ դրա հիման վրա գենդերային այսպես կոչված հավասարությունը ինքնին մաթեմատիկական հավասարում չէ, այլ տարբեր սեռերի առանձնահատուկ իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվությունների իրավազորությունների ներդաշնակեցումն է, ըստ Բրիգիտա Հետմանի։ Շնորհակալություն։ Ես եթե ինձ հիշողությունս չի տաղաճանում, պարոն Գրիգորյան, Տիկին Ստեփանյան, այդ միջազգային բան կա, ցուցանիշ կա գենդերային ճեղքի մասին եւ վերջին տարիներին արձանագրված է, որ մենք այդտեղ լրջագույն դրական փոփոխություններ են, ճիշտ եմ հիշում, Տիկին Ստեփանյան։ Ճիշտ եք հիշում, պարոն վարչապետ, խոսքը գնում է համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցի երկրների դասակարգմանը, 24 թվականի դասակարգման համաձայն 146 երկրների շարքում Հայաստանը 64-րդն է, օրինակ 22 թվականին մենք եղել ենք 89-րդը, շատ կարճ բացատրեմ, թե այս բանաձևը ինչպես է ձևավորվում, ինքը ունի 4 հիմնական բաղադրիչ, դրանք տնտեսական մասնակցությունն է կանանց աշխատուժում եւ աշխատաշուկայում, կրթական ցենզը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը եւ կանանց մահացությունը վերարտադրողական գործընթացի ֆունկցիայի ժամանակ եւ քաղաքական հզորացումը։ Ուզում եմ այստեղ հատուկ շեշտադրել նաեւ, որ Հայաստանը մինչեւ 1 բալային սանդղակում մենք ունենք 0.721 հազարորդական նիշ եւ Հայաստանը ավանդաբար ամենաբարձր միավորները հավաքում է կրթական, առողջապահական ցենզերում, մինչդեռ տնտեսական մասնակցության եւ քաղաքական մասնակցության կտորներում մենք ավելի ցածր ցուցանիշներ ենք ունենում։ Բներեք, բայց քաղաքական մասնակցության կտորներում են մենք նույն ընտրական օրենսգրքում ենք էական փոփոխություններ անում։ Կուսակցությունների մասին օրենսդրության մեջ ենք փոփոխություններ արել։ Այսինքն նկատի ունեմ այնպես չի, որ մենք լճացած վիճակում ենք, մենք որովհետև այդտեղ էլ առաջընթաց ունենք, եթե թույլ կտաք, հիմա եթե քվոտավորումից հետո 20 թվականի ազգային ժողովի պատգամավորների հարաբերակցությունը կին եւ տղամարդ 36.4 արդեն կանայք են, ապա համեմատության համար ասեմ, որ մինչեւ քվոտավորման կիրառումը դա ընդամենը 18% է եղել։ Եվ նույնը արդեն այո, եւ նույնը արդեն տիմում որոշակի առաջընթաց ունենք։ Շատ լավ, խնդրեմ Տիկին Գալյան։ Շնորհակալություն։ Խտրականության մասին երբ խոսում ենք, իրականում իմ պատկերացումը հետևյալն է, որ խտրականության ձևակերպումը, որը գոյություն ունի աշխարհում, մենք պետք է ուղղակի ճիշտ փորձենք ընկալել եւ չնույնացնենք դա օրինակ բռնության կամ այլ երևույթների հետ։ Խտրականությունը չհիմնավորված, տարբերակված վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ, պայմանավորված նրանց որոշակի հատկանիշներով։ Եվ այդ հատկանիշները շատ տարբեր են։ Մենք այստեղ խոսեցինք գենդերային հատկանիշի մասին միայն, բայց խտրականությունը այսօր մեր երկրում կա նաև պայմանավորված այլ հատկանիշներով, օրինակ տարիքով, օրինակ կողմնորոշումով, գաղափարով,
այդ թվում նաև սեռական կողմնորոշումով եւ այլն։ Եվ այս հարցի հետ կապված ուզում եմ ուղղակի իրազեկել մեր գործընկերներին, որ Արդարադատության նախարարությունը մշակում է իրավահավասարության եւ խտրականության արգելքի առանձին ռազմավարություն, որը թիրախավորում է բոլոր հատկանիշները եւ պաշտպանում է բոլոր անձանց խտրականությունից։ Ինչ վերաբերում է բռնությանը, ապա պարոն Միրզոյանը քանի որ շեշտադրեց այդ հանգամանքը, ես ուզում եմ նշել, որ իմ կարծիքով ընտանեկան բռնության պատճառը ոչ թե խտրականությունն է, այսինքն ոչ թե այն է, որ բռնություն գործադրվում է մարդու նկատմամբ, որովհետև նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է, այսինքն այդ ամուսնու կինն է, այսինքն այստեղ չէ, խնդիրը այլ է, այսինքն եթե Չէ, ուզում եմ ասել, որ ընտանեկան բռնության հասկացությունը եւ իրադրությունը փոքրինչ այլ է եւ ես դա խտրականության արգելքի ներքո այդքան էլ չէի դիտարկի ու պետությունը այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել։ Մենք նախորդ նիստերի ընթացքում էլ լսել ենք բռնության զոհերի պաշտպանության հետ կապված, բռնարարների հետ աշխատանքի հետ կապված քայլերի մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Խնդրեմ Տիկին Մանես։ Ես շատ կարճելի ստիպված եմ ուղղակի արձագանքել այս քննարկման համատեքստում, հատուկ արձանագրելով, որ իրականում գենդերային հիմքով բռնությունը շատ դեպքերում հենց գենդերային հավասարության հետ կապված խնդիրների արդյունք է եւ դիտարկվում է դրա համատեքստում, որովհետեւ ի սկզբանե խոսեցինք այն մասին, որ ընտանեկան բռնությունը նաեւ կառավարության տղամարդ գործընկերները հիշատակեցին, որ ընտանեկան բռնությունը չի սահմանափակվում բացառապես ֆիզիկական բռնությամբ եւ հատկապես օրինակ տնտեսական բռնության տեսակները, նաեւ հոգեբանական բռնության տեսակները հենց խտրական միջավայրի արկայության արդյունք են եւ այս առումով իրապես շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր երևույթները համադրված միմյանց հետ պարալել զարգացնելով եւ հաղթահարելով դրանց ուղղությամբ աշխատանքներ իրականացնել եւ նաեւ գենդերային հավասարությունը, այո, չպետք է սահմանափակել բացառապես տղամարդկանց եւ կանանց միջև հավասարությամբ եւ նաեւ գենդերային ինքնության եւ այլ հիմքերով խտրականություն, այդ թվում գենդերային հիմքով բռնությունը եւս դիտարկվում է որպես այս ոլորտի, այսպես ասած, կարևորագույն ասպեկտ, որը պետք է թիրախավորել։ Շնորհակալ եմ։ Ընտրեմ Տիկին Բաղդասարյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, իրականում քննարկման ընթացքում խտրականության տարբեր դրսևորումների մասին խոսեցինք, բայց կանայք եւ աղջիկները խտրական վերաբերմունքին վերաբերվում են դեռ չծնված, որտեղ սեռով պայմանավորված արհեստական հղիության ընդհատումների առյուծի բաժինը ընկնում է հենց աղջիկներին, այսինքն այդ աղջիկը իրավունք չունի ծնվելու, ուր մնաց սովորելու ու աշխատելու, այդ թվում էկոնոմիկայի նախարարությունում։ Շնորհակալություն։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այդտեղ էլ ցավոք Հայաստանը էլի զեկույցներում որ կարդում ենք շատ ահավոր ազդակա դա, որովհետև էլի բացատրության դժվար տրվող, բայց իսկապես երբ որ գիտակցում ենք, թե ինչ է տեղի ունենում, դա իսկապես սարսափելի բան է։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, հասկանում եմ, որ թեման չափազանց կարևոր եւ զգայուն է եւ կարող ենք շատ երկար քննարկել եւ դեռ առիթներ կունենանք իհարկե քննարկելու եւ կարծում եմ, որ հնչած բոլոր մտքերը շատ արժեքավոր են, որովհետեւ իրենք այնուամենայնիվ վեր են հանում այն խնդիրները, ուղղությունները, ձևակերպումները եւ ենթաթեմաները, որոնք արկային եւ արժան են քննարկման եւ լուծման։ Առաջարկում եմ քվեարկել, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Իհարկե հույս ունեմ նաեւ, որ միջոցառումների ծրագիրը նաեւ քննարկելու, դա էլ է կառավարության որոշմամբ հաստատվելու, հա։ Դե ուրեմն առնվազն այդ նիստում էլ այս քննարկումը կշարունակենք։